Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 26 ապրիլի օրը շաբաթ, բարի երեկո։ 2018 թվականից ապրիլի վերջին շաբաթօրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է քաղաքացու օրը։ Այս տարի այն նշվեց ապրիլի 26-ին։ Գավառ քաղաքում օրվան անդրադարձան տարաբնույթ միջոցառումներով։ Գավառում քաղաքացու օրը նշվում է տարաբնույթ միջոցառումներով։ Օրը մեկնարկում է Նարդու համայնքային մրցաշարով։ Մասնակիցները տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ են, ովքեր հաղթել են բնակավայրերում կազմակերպված նախնական փուլում։ Մրցաշարն ընթանում է լարված մրցապայքարում։ Մրցաշարին հետևում են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Սանդղակային փուլում խաղի հաղթողները արժանանում են Գավառ համայնքի ղեկավարի պատվոգրերին եւ ստանում դրամական պարգևներ։ Գավառի համայնքապետարանը հետամուտ է լինում այս գեղեցիկ մրցաշարին եւ փորձում ենք այս մրցաշարը դարձնել ավանդույթ եւ համախմբենք բոլոր Նարդու սիրահարներին։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մարտիրոսյանից այս գեղեցիկ Նարդու մրցաշարը կազմակերպելու համար։ Ես սիրում եմ, որ մարդիկ ինտուզիազմով շատ ողջավորված կարողանում են խաղալ։ Նրանց թույլ խաղացողներին չեմ սիրում։ Օրվա գլխավոր իրադարձությունը Գավառ քաղաքում քաղաքի հիմնադիրներ Բարսեղ Մարգար Մկրտիչ Արծրունի եղբայրների մեծադիր արձանախմբի բացման հանդիսավոր արարողությունն է։ Այն մեկնարկում է Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների տաղավարային ցուցադրություններով։ Միջոցառմանը ներկա են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Արծրունիների տոհմի ներկայացուցիչներ, հյուրեր։ Կառավարության եւ համայնքի համատեղ համաֆինանսավորմամբ կառուցվել է Արծրունի եղբայրների արձանախումբը եւ այսօր մենք հանդիսավոր կերպով իրականացրեցինք բացման արարողությունը։ Պատմությունը բեկվում է։ Առաջին բեկումը եղավ, երբ որ Արծրունի եղբայրները 200 տարի առաջ կազմակերպեցին ներգաղթ այստեղ։ Երկրորդ բեկումը եղավ 100 տարի առաջ, երբ որ ամեն ինչ արվեց, որպեսզի այդ պատմական իրողությունը եւ բովանդակությունը այդ իրողության ջնջվի ժողովրդի իշտակից։ Եվ երրորդ բեկումը այսօր այստեղ է։ Արձանի բացման արարողությունն ուղեկցվում է Արծրունիների տոհմի մասին պատմող բեմադրությամբ եւ գեղարվեստական կատարումներով։ Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես գավառցիներին։ Քանդակը ինքը ընդհանրապես լուր արվեստ է եւ ասելիքները շատ լուր են, սիմվոլներով են արտահայտվում եւ լինում են քանդակներ, որտեղ առաջնայինը, գոնե ինձ համար որպես քանդակագործ առաջնայինը կերպարն է, կերպար ստեղծելը։ Բնականաբար մենք սերունդներին փոխանցում ենք մեր տարածաշրջանի հիմնադիրների, մեր տարածաշրջանի պատմությունը, մեր ինքնությունը, մերով լինելը։ Օրը եզրափակվում է թեմատիկ բանախոսությամբ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի նախկին նախագահ Միքայել Մարտիրոսյանը հանդես է գալիս «Շենացրու պետությունդ, եղիր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսությամբ։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Սասնա Ծռեր էպոսին են անդրադարձել Գեղարքունիքի մարզային գրադարանն ու դպրոցականները։ Ամիսներ շարունակ աշակերտները ուսումնասիրել են էպոսը, դրա շուրջ ստեղծված գրականագիտական գրականությունը։ Նրանց աջակցել է մարզային գրադարանի մանկական բաժինը։ Ձեռք բերած գիտելիքները ստուգել են Վիկտորինայի միջոցով։ Ինչպես է սկսվում էպոսը եւ քանի ճյուղից է բաղկացած։ Էպոսը բաղկացած է 4 ճյուղերից՝ Սանասեր եւ Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ եւ Փոքր Մհեր։ Էպոսը սկսվում է նախագանքով։ Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացնում են Վիկտորինա։ Մասնակցում են Գավառի համար 3 եւ 5 հիմնական, Կարմիր գյուղի համար 1 միջնակարգ դպրոցների աշակերտները եւ ներկայացնում Սասնա Ծռեր էպոսը։ Հավերժական գիտելիք եւ նախնիների սրբազան պատմություն խորագրով միջոցառումը բացվում է էպոսի մասին զեկույցներով։ Դպրոցականներն էլ լսարանին հիշեցնում են բազմաթիվ մանրամասներ էպիկական հերոսների եւ նրանց գործողությունների վերաբերյալ։ Սա ոչ միայն մեր էպիկական մտածողության գագաթնակետն է, այլև մի ստեղծագործություն, որը դարեր շարունակ պահպանել է հայ ժողովրդի հերոսական ոգին։
արդարության ձգտումը եւ հայրենասիրությունը։ Մեր էպոսը ձևավորվել է վաղնջական ժամանակներում, առնվազն պալեոլիթի դարաշրջանում։ Այն հին աշխարհի աշխարհաճանաչողական, կրոնական համակարգ է, տիեզերակարգ եւ դիցավեբ աշխարհարարման մասին, որ ձևավորվել է քրմական տաճարում։ Այսօր արդեն ապացույցներ կան, որ այն համարվում է բոլոր էպոսների մայր պատումը։ Երբ հնդեվրոպական նախահայրենիքից սկսվում է մեծ միգրացիան, գաղթողները հին համակարգը տանում են իրենց հետ, որի մեջ մտնում են եւ կենցաղավարության սովորույթները եւ մայր պատումը, որը հենց Սասնա ծռերն են։ Վիկտորինան գիտելիքների փոխանակման, գրադարան, դպրոց, ընթերցող կապի ամրապնդման եւ հայ ժողովրդի ինքնությունը ներկայացնող բանահյուսական արժեքներին անդրադառնալու եւս մեկ առիթ է։ Դպրոցականներն ամիսներ շարունակ ուսումնասիրել են էպոսը, անգիր արել եւ բեմադրել են իրենց դուր եկած հատվածները։ Որ դու ասի Սասուն քարեր, քարեսան սուն էգզարկե։ Մեր բերթի անուն եղավ Սանսուն, Սասուն, մեր տան անուն Սասնատուն։ Երկու կտրիչ կա Սասուն։ Սանասարի քաջության ձեն նորելավ, օսք ու զրույց գնաց հասավ պղնձե քաղաք։ Աղջիկ դիմացավ այս բանն ասաց. Էնամարդու անուն կտրիչ է, ես է նոր թուղթ պիտի ուղարկեմ, ենգա, ես հավանիմ, զեն առնեմ։ Միջոցառում ուներ ուսուցողական բնույթ եւ շատ լավ կլինի, որ նման միջոցառումներ շատ կազմակերպվեն։ Քանի որ էպոսը ժողովրդի մշակույթի հետ է սերտված, կապված, այդ իսկ պատճառով ես յուրաքանչյուրին հորդորում եմ կարդալ, մանուկ թե մեծահասակ կարդալ, ընթերցել էպոսը։ Աշակերտների պատասխանները գնահատում եւ նոր տեղեկություններով լրացնում են մրցատյանի անդամները, ու թեև Վիկտորինան ենթադրում է մրցակցություն, սակայն հաղթում են մասնակից բոլոր աշակերտները, աչքի ընկնելով Սասնա ծռեր էպոսի իմացությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի իլրումն բաժինը։ Մաղթում եմ ձեզ հաճելի հանգստյան օր։ Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ եւ Գավառի համայնքապետարանի աջակցությամբ ապրիլի 23-ին կայանում է հանդիպում քննարկում Կարեն Սևակ երաժշտական պրոդյուսերական խմբի հետ։ Երաժիշտներին ընդունում են մեծ խանդավառությամբ։ Այսօր իրականացվել է նախաձեռնություն, որը բավականին երկար ժամանակ երիտասարդների սրտում էր, միտքում էր ու շատ մեծ ցանկություն կար նկարելու Գավառից ծնունդ առած եւ Գավառի արմատներ ունեցող շատ տաղանդավոր, բարդիմաց, մշակութային երկու անհատականությունների, ովքեր զարգացնում են բարեավաճում ոչ միայն մշակութային կյանքը Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս։ Մենք կպատմենք հյուրընկալելու մի խմբի, որ երաժշտությունն անկեղծ է, խորը եւ օգուն դիպչող։ Կարեն Սևակ երաժշտական խումբը հիմնադրվել է գաղափարով երաժշտությունը դարձնել մի ուժ, որը միավորում է սերունդներ, պատմում է մեր զգացմունքների մասին, առանց բառերի ու փոխանցում է հոգու ջերմությունը։ Հանդիպման մասնակիցների գերակշռող մեծամասնությունը 13-ից 18 տարեկան երիտասարդներ են։ Ծանոթանում են երաժիշտներին, նրանց ստեղծագործական ձեռագրին, Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ճանաչված լինելու մասին, փոխանակում մտքեր ու կարծիքներ։ Հանդիպումը շարունակվում է Կարեն Սևակ դուետի անցած ուղին եւ ձեռքբերումները ներկայացնող տեսանյութի ցուցադրությամբ։ Կարեն Համբարձումյան, Սևակ Մելքոնյան, երկու վառ անհատականություններ։ 2004 թվականին երկու ընկերներ հիմնեցին Կարեն Սևակ Production-ը, զուգահեռ նաև Կարեն Սևակ Band-ը։ Երաժիշտների մասին լրացուցիչ տեղեկություններ երիտասարդները ստանում են մշակույթի, երաժշտության, նրանց ինքնության ու անցած ճանապարհի մասին բաց եւ անկեղծ զրույցից, միաժամանակ ծանոթանում են ժամանակակից երաժշտական միտումներին։ Նախ ասենք մեր ընկերության հիմքում ինչն է անգած, պես կապում է այդ գաղափարը, որ գնալ առաջ, ստեղծել մերը, ստեղծել հայկականը, ստեղծել լավ երաժշտություն, չնմանվենք ոչ մեկին։ Որ հին հայկական ֆիլմի երաժշտության հեղինակը կուզենայիք լինել։ Հին ֆիլմերից է շատ միշտ կտորմը երկինքը, և կուզեի գրենք կտորմը երկինքի երաժշտությունը։ Դուք ձեր ստեղծած երաժշտական ստեղծագործություններից որն եք ավելի շատը սիրում։
չես կարող երեխաներիդ առանձնացնել իրարից է, այդ մեր ստեղծագործությունները մեր բալիկներն են, մեր գանձերն են, որոնք որ մենք չեն կարող առանձնացնել այդ ուղղակի։ Կպատմեք որևէ զավեշտալի դեր ձեր կարիերայի գործունեության ընթացքում։ Մի 10 տարի առաջ Մոսկվայում ելույթ են ունենում, մի հատ մարդ կողքից կանգնած, ու ուշադիր նայում է ինձ նվագելու ընթացքում, շատ զարմացած է նայում։ Վերջացրեցինք ելույթը, իջա, ընկեր ասեց, Ֆոստերը դու սենց համել նվագում ես, ասեցի, ասենք ուրիշ ինչ պիտի անել, ես ինչ ինձ ոնց եք պատկասում, ախպեր Հենդիկ Մխիթարյանը չես դու ասել, Դուք ինքներդ ինչ եք փորձում ձեր երաժշտության և ստեղծագործություններով փոխանցել երիտասարդներին։ Որ սկսենք հաշվի առնել կարծիքները, նույնիսկ այդ երիտասարդները, որ սկսեն կարծիքներ հաշվի առնել, եթե ոչ մի բան չեն կարող անել, եւ կարծեմ ամենակարևորը պետք է միշտ լինել համարձակ եւ փորձել ամեն ինչ անել։ Դա է ամբողջ գաղտնիքը։ Հանդիպումը միավորում է երաժշտություն ստեղծողներին եւ երաժշտասերներին, այդպիսով աշխուժացնելով մշակութային կյանքը։ Ճանաչված երաժիշտների հետ այս ձևաչափով շփումները ոգեշնչում, խթանում են նորարարական մտածողությունը եւ նպաստում հայ երաժշտական մշակույթի զարգացմանը, նշում են միջոցառման կազմակերպիչներն ու ներկաները։ Շատ են ասել բարձունքների, բայց դադարել են մարդ մնալ։ Դուք այն անհատներն եք, որոնք ինչքան բարձրանում են, այնքան ձեզ հետ բարձրանում են ձեր մարդկային արժեքները։ Շնորհակալ ենք, որ դուք կաք, շնորհակալ ենք, որ մեր համաքաղաքացին եք։ 4 տասնյակ տարիներ աշխատում եմ դպրոցում եւ մի գաղտնիք եմ ուզում բացել։ 2000 շրջանավարտների մեջ Սևակ Նիկոնյանը ինձ համար ամենատաղանդավորն է, ամենա։ Գավառի երաժշտական դպրոցի Սան Աննա Սիրականյանը, արվեստի դպրոցի պարային խումբն ու Սարուխանի Զանգեզուր վոկալ գործիքային անսամբլն էլ միջոցառումը լրացնում են իրենց կատարումներով։ Մեզ ստիպում է, որ մենք ավելի շատ ստեղծագործենք ու շատ ուրախ եմ, որ առաջի այս նմանատիպ ֆորմատը մեր մոտ այս Գավառից սկսվեց։ Շնորհակալ եմ շատ դավերի համար, մենք այսօր մեծ բավականություն ստացանք ու կարծում եմ այսօրը կհանդիսանա, որ մենք ավելի լավ ստեղծագործություններ ստեղծենք։ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի փոքրիկ սաները Զատկի կամ Սուրբ Հարության տոնի մասին իրենց գիտելիքներն են ցուցադրում։ Տոնական ցերեկույթը երկու մասից է բաղկացած։ Կենտրոնի հյուրերը նախ փոքրիկ սաների ձեռագործ աշխատանքներն են դիտում ու Զատկի տոնի մասին ընդհանուր տեղեկություններ ստանում նրանցից։ Քրիստոս հարյավ իմ երելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մենք գիտակցում ենք, որ ամեն ինչի մեջ, որ իրենց արժեքն է ներկայացնում, գրված է միտքը։
Միտքը, որից արվեստը ծնվում, որով ձևավորվում է աշխարհի տարբեր ազգերի և ժողովուրդների մշակույթը։ Մեր թեման սերտորեն առնչվում է Զատիկտոնին։ Այսպիսով Հիսուս Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվել է ավետարաններում, հարության դեպքի ու գաղափարի շուրջ, որ միացան ու հավաքվեցին սկզբնական շրջանի քրիստոնյաները։ Սուրբ Զատիկը տովում է կիրակի օրը։ Այն շարժական տոն է և անպայման նշվում է գարնան գիշերաբասարից հետո։ Ոչ մեկի համար նորություն չէ, որ Զատիկտոնի խրթիթները ներկում են կարմիր գույնով և դրանցով զարդարում տոնական սեղանները։ Հավա մյուս կարմիրներ, բայց կարմիրները, ուլիկները, մյուս անասունները, որ արձակվում էին, օրնվում նահապետի կողմից և լեռնային արկղերի ջրով ցավում, որպեսզի մասնակցեն զատկական խաղերին։ Վաղ առավոտյան եկեղեցու զանգերն իջելու պես ողջ հասարակությունը տոնական հագնված շտապում էր եկեղեցի։ Կենտրոնի սաներն ու հյուրերը զատկական ցերեկույթը շարունակում են արդեն առավել ժողովրդական տոնախմբության տրամադրություններով։ Տարբեր տարիքի սաները ներկայացնում են Զատկի ողջ խորհուրդն ու ծիսական արարողությունները, սկսած մեծ պահքից մինչև բուն հարության տոնի ավետիսն ու տոնական իրադարձությունները։ Տեղեկությունները համեմում են երկու պարով, թեմատիկ բեմականացումներով։ Ուտիստոպ, էլինչերը ստոպտենք։ Կարմիր հապիկ թորնիկս, բանջար ու ձուկ, չամիչով հլավ ու թանապուր, լեմի սպասեք տոպասավակում, տեսեք ինչ համով բաներ եք ուտելու։ Օգուտ մերներ թանապուր, դու է դարձար կերակուր։ Անմիտ պարավերի քեզ կանթորներից կերակրեցիր ու չաղացրեցիր, մեղքը վրա ավելացրեցիր, ժամանակն է արդեն, միտքը մաքրելու, հոգին ազատելու, հոգևոր սնունդն ընդունելու։ Հնում պասպապը, հատկապես մեծ պահքի շրջանում, հստահայաց պահպաններ, պատրաստում են գլուխ սոխից և 7 փետուրներից, ի նշան պահոց շրջանի 7 շաբաթներից։ Ակլատի չվանը վեզ եկավ վեժուր կախված ձերցից։ Ակլատիզը եկավ 7 վանամուններ, 7 փետուր։ Քրիստոնեական եկեղեցին Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն էր այն զոհը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապակյանք և հարություն։ Քառասնօրյա պահքի օրերը կոչվում են աղեփացի օրեր, այսինքն մեծ պահք նախով ու հասով հասկացնելու ժամանակաշրջան։ Մեծ պահքի ընթացքում մարդիկ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող կերակուրներից, մսից, կաթնամթերքից, ձկնեղենից, հավքիթից և ճաշակում են բուսական ծագում ունեցող կերակուրներ։ Սակայն շատ կարևոր է, որ պահքի ընթացքում մարդիկ հրաժարվեն անցանկալի արարքներից, ծուլությունից, բարկությունից, չարությունից։ Արտացման կիրակին մեծ պահքի երկրորդ կիրակին է և խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտից հեռանալը։ Ամառակի կիրակի մեծ պահքի երրորդ կիրակին է, որը մեզ հիշեցնում է Հիսուսի պատմած արարքներից մեկը։ Տնտեսի կիրակի մեծ պահքի չորրորդ կիրակին է, կապված է Հիսուսի պատմած մեկ ուրիշ արարքի հետ, որտեղ ամենով տնտեսը վայելում է իր տիրոջ ամբողջ ունեցվածքը։ Դատավորի կիրակի մեծ պահքի երրորդ կիրակին է, առակը պատմում է, որ մի դատավոր դատում է հայրիկ կրոնոջը։ Կեսերորդ կիրակին է, որ նախատեսված է Հիսուսի աշխարհ գալուն։ Ծաղկազարդ մեծ պահքի վերջին 7-րդ կիրակին է, որ նվիրված է Հիսուսի մուտքին Երուսաղեմ։ Երբ ավարտվում է մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան, սկսում է Հիսուս Քրիստոսի հարության մեծ տոնը։ Ով մնաց իր հարավեն, ազատվեցին դասություններն բերություն ամեն տեղում, Քրիստոս հարավ իր մեղրելով։ Ճանաչողական, զարգացնող և մատաղ սերնդին արմատներին կապող, այսպես են ունկնդիրները գնահատում Սուրբ Զատիկին նվիրված թեմատիկ ցերեկույթը։ Զատիկը վերածննդի, նոր կյանքի, հույսի, հավատի խորհրդանիշ է։ Այն մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր գարուն իր հետ բերում է հավատ, հույս, սեր, բարության ոգի։ Թող Զատիկի լույսը լուսավորի ձեր սրտերը, հոգիները, միավորվեն մեր ընտանիքները, համայնքը։ Մեր Բալաբեկյան գոհարը ոչ մեկի համար գաղտնի չէ, բոլորովին վերջերս է միացել մեր փոքրիկ թիմին, աշխատակազմին և ինչպես տեսնում եք ամենատարբեր տարիքի, ամենատարբեր նախընտրությունների, բնավորությունների տեր փոքրիկներին համախմբել է մի խմբի մեջ և կարծում եմ գնահատում եք այս աշխատանքի ծանրությունը և բարդությունը, բայց գոհարը կարողացավ։ Շնորհակալություն իմ գոլեգաներին, որ ինձ հնարավորություն տվեցին իմ առաջի քայլը անել փոքրիկների հետ և շնորհակալություն փոքրիկներին, որ այսքան համբերությամբ կատարեցին իրենց աշխատանքը, շնորհակալություն ծնողներին աջակցության համար։
Զատկի տոնը Հայաստանում եւ Անգլիայում։ Տոնական զարդարված սրահում գավառի թիվ 3 մանկապարտեզի ավագ խմբի փոքրիկները ներկայացնում են հայկական եւ անգլիական զատկական ավանդույթները։ Հնչում են տոնին բնորոշ աղոթքներ, երգեր։ Երեխաները հանդես են գալիս պարային կատարումներով։ Այս տոնը համարվում է Հիսուս Քրիստոսի ճապարարության տոն, այդ թվում նաև այ առաքելական եկեղեցու նագուն և գլխավոր տոն։ Զատկին գլխավոր տոներից մեկն է, այսինքն յուրաքանչյուր նշանները փոխում է։ Եկեղեցին այն նշում է գարնան գիշերը հավասար է հաջորդողն լրվան առաջին գրակի օրը, որը ընկնում է մարտիրոսյան երկուզը մինչև ապրիլի 26-ը։ Շաբաթ երկար մատուցում է Քրիստոսի ջրաքարյուշի պատարակ, որով վերջանում է 7 շաբաթ տևած մեր սպասի շրջան։ Այսօր Զատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, Պատակի արդին հավատացողները իրավացում են Քրիստոս արյան մտերին, ավետության ազնանան անյան արդյունը Քրիստոս է պատասխանում։ Սուրբ Զատիկը ամենասիրված տոներից մեկն է, քրիստոնյա աշխարհում մարդիկ ձևերն են քաղաքստանքրի պատմում և ավակվում ամբողջ ընտանիքով։ Հայկական ավանդույթում ներկված է ուներով ծրագրի հետևումների երկրորդ է։ Կոտող աղտիկը ախվերջանալվում և ուտում են կոտված աղտիկը։ Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, ամենախորհրդավոր և ամենախորհրդանշական կերպարներից են հայոց դիսական տիկնիկները։ Ուտիստատը և ակլատիսպապը իմաստային առումով կապված են միմյանց հետ։ Ակլատի և ուտիստատուս կերպարային ծնվել, նրանք հարալուններ չեն ստեղծվել, նրանք ունեցել են որոշակի դեր ու նշանակություն։ Ուտիստատը տիկնիկներից ամենատարին է և համարվում է բարեկեթանի խորհրդանիշ։ Նա շերեփը ձեռքերի շրջում երկրակում է մարդկանց ասում։ Ուժիրացել եք և մահմին է վարարողջին եք դիվանակ պասի։ Նրանից հետո կարես է այդ կերպարի վստահայաց պաս պապը, ակլատիսի նավձի տատի հակատվող տիկիններ ու մեզ պասի կարավոր կերպարներից։ Ասներ ուտստակատիս միշկը վլեն։ Բարեկեթանի վերցում ասում էր մեզ պաս պապը և երցքի զավտական կաղքներով ուսկում պաչի տապաչում է։ Ապա ձերք շապատորը ակլատի պապի վերցին 7-րդ պետրը պոկերով արդեն ասում էր ուտիստատը։ Պաշկից հետո եկավ Զատիկ, հաղթան շորեք պարին կուտին, շերեք հաղթան ուտիստատին, շատ կոտում են սուրատներին։ Ամեն օր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով և սովորույթներով, որոնց մասին մենք այսօր կխոսենք։ Գիտեք, որ անց քրիստոնեական երկրում է գտնվում Սուրբ Զատիկ։ Օրինակ, Անգլիայի մեջ տոնը կարևոր տոն է, քան Սուրբ Ծնունդը։ Զատիկից 2 շաբաթ առաջ դպրոցներում հայտարարվում է արձակուրդ, այնտեղ մարդիկ իրացնում են շոկոլադե ծնունդներով, կոնֆետներով և հասկաբալիկներով։ Շատ երկրնացիներ զարդարվում են տերերով, շուշաներով, նարդիներով, ներերքերով, ձվերով։ Պատակից հետո անգլիացիներ վերադառնում են տուն ուտել Զատկի տորթուկուլիչը։ Անգլիայում Զատիկը շատ կարևոր քրիստոնեական տոն է, նա խորհրդանշում է Քրիստոսի վերածնունդը և գարնանանուտը։ Երկվա ձվերը ճագարը գառնուկը կարևոր է Զատկի տոնին, ապաստակ խորհրդանշում է բնության երկայքի սկիզբ։ Անգլիայում նապաստակը երեխաներին բերում է շոկոլադե զորիկներ և թաքցնում է տարբեր ձևերում, պետք է երեխաները փնտրեն։ Անգլիայում պես անձի կեցանը Զատիկի մոխաները օր առաջ է։ Նրանք չեն ընդգնում եկեղեցի մոմ վարելու, նաև կարմիր գինի խմելու։ Please come, let's get started.
Նմանատիպ միջոցառումները կարևոր դեր են խաղում երեխաների հոգևոր, մշակութային եւ ազգային ինքնության ձևավորման գործում։ Դրանք ոչ միայն փոխանցում են քրիստոնեական ավանդույթները, այլև նպաստում են երեխաների ստեղծագործական եւ հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ասում են մանկավարժները։ Մեր բալիկները կարողացան ձեզ ներկայացնել Զատկի տոնի խորհուրդը։ Որքան էլ մենք թեքվենք դեպի այլ երկրների մշակույթ, այս դեպքում անգլիական մշակույթ, միևնույնն է, մենք շարունակելու ենք ողորմել, նշել եւ փառաբանել մերը, հայկական, ավանդական Սուրբ Զատիկը։ Բալիկները փայլում ելույթ ունեցան եւ ներկայացրեցին մեր եկեղեցական 5 տաղավարներից վերևս կարևորագույն տոնը Հիսուս Քրիստոսի հրաշալիք հարության տոնը։ Ցանկանում ենք, որ մեր երեխաների այս մաքուր, անավարտ շուրթերից հնչած այդ աղոթքը հասնի առ Աստված եւ բոլորի տներում թող Աստծո լույսը սփռվի։ Թող այս տոնը սեր ջերմություն բերի բոլորից։ Ծնողները եւս կարևորում են նման միջոցառումների անցկացումը։ Համոզված են, որ դրանք երեխաներին օգնում են հասկանալ եւ գնահատել իրենց ազգային ավանդույթներն ու մշակույթը, նպաստում նրանց համակողմանի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնել մանկապարտեզի ողջ անձնակազմին եւ ընկեր Լուսինե, ընկեր Մարիա եւ ընկեր Սիրյանը հատկապես ձեզ այսօրվա միջոցառման համար։ Իրոք շատ մեծ հաճույք ստացանք, մեծ բավականություն։